Այսօր մեր գրքային չելենջի 6-րդ օրն է ու ես կարդացել եմ այս գործը։ Վիանի կգամ ձեր գերեզմաններին կթքեմ գործը։ Բայց դրսում եմ կարդացել, այդ պատճառով չեմ նկարահանել վլոգ ու հիմա ուղղակի ռիվյու կանեմ։ Այս գործը Վիանի երևի 4-րդ գործն է, որ ես ծանոթանում եմ։ Վիանի գործերը ես շատ եմ սիրում, անկեղծ ասած։ Վեպի գլխավոր հերոսը իրեն համարում է սպիտակամորթ, բայց իրականում սևամորթ է, ու այս գծով մենք կարող ենք համեմատել այս գործը բոլոր մեռյալների մաշկը նույնն է գործի հետ, որովհետև այնտեղ էլ հերոսը սևամորթ էր, բայց բոլորը մտածում էին, որ ինքը սպիտակամորթ է, այսինքն մաշկի գույնը այնքան մուգ չէր, որ կարծեին, որ ինքը սևամորթ է։ Այս գրքում առաջին հայացքից թվում է, որ երկխոսությունները պարզ են, ոճը պարզ է, բայց ամեն ինչ այդքան հեշտ չի։ Այստեղ շատ բարդ խնդիրներ է բարձրացվում։ Վեպը զարգանում է անսպասելի ձևով ու հեղինակը մեզ թույլ է տալիս, որ մենք աստիճանաբար գլխավոր սյուժեին զուգահեռ մենք հասկանանք, թե ինչ է կատարվել գլխավոր հերոսի անցյալում, ինչ նախապատմություն ունի այս պատմությունը, ու դա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ հերոսին ու աստիճանաբար մենք սկսում ենք կարեկցել հերոսին։ Այստեղ կան բազմաթիվ տհաճ նկարագրություններ, որոնք կարող են այդքան էլ հաճելի չլինել շատ ընթերցողների համար, բայց վեպը արժեքավոր է ու ես խորհուրդ կտամ կարդալ, բայց Վիանի գործերին ծանոթանալու համար պետք չէ առաջինը սրանով սկսել։ Եթե ուզում եք իր այս ոճի գրքերի հետ ծանոթանալ, ավելի լավ է սկզբում կարդաք բոլոր մեռյալների մաշկը նույնն է գործը, եթե հավանեք նոր անցնեք այս գործին, իսկ ես վաղը կկարդամ չելենջի իմ վերջին գիրքը, 7-րդ գիրքը, որը լինելու է Աղվեսը Լորենսի։ Հուսամ դա էլ կհավանեմ, հետաքրքիր է, որ չելենջի բոլոր գրքերը ինչ որ չափով սիրել եմ։ Կհանդիպենք վաղը, արդեն Լորենսի գրքով։